Սիրելի բարեկամներ, այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռը, որի համաձայն Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դատապարտվել են ազատազրկման 20 տարի ժամկետով, իսկ Արայիկ Հարությունյանը ՑՄ ազատազրկման։ Բացի այդ, ՑՄ ազատազրկման է դատապարտվել նաև Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Որոշ անձանց նկատմամբ տարբեր ժամկետներով նույնպես բաժաչափեր են նշանակվել եւ նրանք դատապարտվել են ազատազրկման 15-ից մինչեւ 18 տարի ժամկետներով։ Դեռևս հրապարակված չէ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով իրականացվող դատավարության արդյունքում հրապարակվելիք դատավճիռը։ Սիրելի բարեկամներ, ես բազմիցս անգամ անդրադարձել եմ այս հարցին։ Ես խորապես համոզված եմ, որ եթե այդ մարդկանց մեջ կային մարդիկ, որոնք երբևէ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին, ապա նրանք պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության ոչ թե հանուն Ադրբեջանի Հանրապետության, այլ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես հիմա էլ մնում եմ այդ կարծիքին եւ վերահաստատում եմ իմ դիրքորոշումը։ Ինձ համար ուղղակի սա ամոթի եւ նվաստացման նվաստացուցիչ օր ու հոգեվիճակ է, երբ տեսնում ես, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ազատազրկման են դատապարտվում Արցախի Հանրապետության ղեկավարները, անկախ նրանից մենք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունենք եւ շատ դեպքերում արդարացիել վրդոված ենք եւ գտնում ենք, որ նրանցից ոմանց նկատմամբ Հայաստանում նույնպես պետք է իրականացվեր քրեական հետապնդում, բայց սա կրկնում եմ ինձ համար ամոթի ու նվաստացման օր է։ Անկեղծ եմ ասում, ով կմտածեր, լուրջ ով կմտածեր, որ անգամ իր մղձավանջային երազում կտեսներ, որ Արցախյան հակամարտությունը կավարտվեր նման ողբերգությամբ ու նման ստորացմամբ։ Եվ ես հիմա պնդում եմ բոլոր նրանք, ովքեր իրենց պաշտոնի բերումով, իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում երբևէ հնարավորություն են ունեցել լուծելու Արցախի հարցը արժանապատվորեն, որը կբխեր Հայաստանի ու Արցախի ժողովրդի ռազմավարական շահերից, կենսական շահերից, ու ոչ միայն չլուծեցին, այլև տարիներ շարունակ մսխեցին Արցախի հաղթանակ, հետո փախան պատասխանատվությունից, հետո բերեցին մեր գլխին այս պատուհասն ու կռախը, մի բան ունեմ այդ մարդկանց բոլորին ասելու՝ մի բուռ հող կերեք ու գետինը մտեք ամոթից։ Գետինը մտեք ամոթից ու իրոք անկեղծ եմ ասում, մտեք գետինը ու մի բուռ հող կերեք։